Փառք մեր Աստծուն, թող մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաղաղությունը բոլորիդ հետ լինի, իմ աղոթքս է, որպեսզի այսօր կրկին Տերը խոսի բոլորիս հետ, այսօր կրկին մեր Հիսուս Քրիստոսի այն խոսքը, որ ուզում է տա, խոսքով, որ ուզում է լցնի մեր սրտերը, մեր հոգիները, մեր մարմինները նույնիսկ լցնի իրականապես։ Մենք, գիտեք, Դավիթը ասում է, որ Տերը լեփ-լեցուն լցնում է իր գավաթը եւ ոչ մի անգամ դատարկ չի թողնելու։ Ես հավատացած եմ, որ Տերը ուզում է մեր ամբողջ էությունը լցնի եւ մենք դատարկ չմնանք եւ մենք միշտ լցված լինենք Տիրոջ ներկայությունով։ Ամեն իրավիճակների մեջ, լինի դա փորձություն, լինի դա հաջողություն, լինի դա դժվարություն, լինի դա պահեր, որ դժվար է մեր բոլորիս համար, եւ լինի նաեւ տոնական լավ օրեր եւ նոր տարի եւ Սուրբ Ծնունդ, չէ, Հիսուս Քրիստոսի կրկին ու կրկին գալիքը, Հիսուս Քրիստոսի ծնունդը բոլորիս համար մեծ ավետիս է։ Տիրոջ փառքով, Տիրոջ ներկայությունով աշխարհը լցվեց եւ մենք, ովքեր իրեն ճանաչում ենք, ովքեր ուզում են ճանաչել Տիրոջը իրականապես լցվեցին նաև Տիրոջ ներկայությունով եւ փառքով։ Գիտեք, ժողովուրդ, այսպիսի մի շատ հետաքրքիր բան կա մեր մարդկության համայն, այսպես ասած, առաջերտին բոլոր մարդկանց մասին խոսեմ, բոլոր մարդկանց մասին ասեմ, որ մենք շատ այսպես դժվար կոմպլեքս բաներ ենք, երբեմն մենք մի բան ենք մտածում, բայց մեկ ուրիշ բան ենք ասում։ Մի բան ենք խոսք տալիս, բայց մենք ուրիշ բան ենք անում։ Մենք երբեմն միևնույն մեկը չենք։ Մեր մտքերը, մեր քայլերը, մեր խոսքերը երբեմն իրար հետ չեն համընկնում։ Եվ երբեմն մենք ասում ենք, որ այո, ճանաչում ենք Աստծուն, բայց մեր գործերը ցույց են տալիս, որ չենք ճանաչում։ Ես խոսքը գնում այն մարդկանց մասին, ովքեր ասում են, որ մենք հավատում ենք, հավատող ազգ ենք, հավատող ժողովուրդ ենք, չէ, հավատացյալ, այսպես ասած, ժողովուրդ ենք եւ եթե հայերի մասին խոսքը գնա, պետք է ասենք, որ դարեր ի վեր, չէ, մեր հայ ժողովուրդը դա մեր պարծանքն է։ Առաջինը ընդունեցինք որպես պետական կրոն, առաջինը վերցրեցինք, դա մեր քրիստոնեական, չէ, բազմիցս եկած դարետար եւ այսօր եւ կրկին շարունակում ենք պարծենալ եւ ասել, որ մեր հայ ժողովուրդը քրիստոնյա ժողովուրդ է։ Հետո մնացածներն ասեցին, բայց հարցը հետեւյալն է, իրականապես ճանաչում ենք, իրականապես քրիստոնյա ենք։ Ես շատ անգամ այս խոսքը խոսելիս ասում եմ, որ այն պահից, որ չէ, թագավորը ասեց, թագավորն ասեց, բոլորը, օքեյ, բոլորը պետք է հայերը քրիստոնեություն ընտնեն, պետական կրոն լինի, հարցը հետեւյալն է, բոլորը միանգամից դառան քրիստոնյա։ Ոչ, այդպես չեղավ, որովհետև քրիստոնեություն ասելը մի բան է, բայց Աստծուն հավատալ, Աստծուն հետևել, Աստծու Քրիստոսի աշակերտ դառնալը մեկ ուրիշ բան է։ Շատ մարդիկ գնում են նույնիսկ Հիսուս Քրիստոսի, երբ որ եկել էր Հիսուս Քրիստոս երկրի վրա, շատ մարդիկ գնում են Հիսուս Քրիստոսի հետևից, բայց ոչ բոլորն էին գնում իրական Քրիստոսի հետևից։ Քրիստոսին չէին փնտրում։ Շատերը փնտրում էին հաց, մյուսները փնտրում էին բժշկություն, մյուսները փնտրում էին միգուցե եւ իրենց խնդիրներին լուծում, բայց Քրիստոսին ոչ բոլորն էին փնտրում։ Շատերը նույնիսկ բժշկվում էին, ժողովուրդ։ Հիսուս Քրիստոս բժշկում էր եւ նույնիսկ հետ չէին վերադառնում, որ շնորհակալություն հայտնեին Հիսուս Քրիստոսին։ Նույնիսկ շնորհակալություն չէին հայտնում։ Ուղղակի մենք եկել ենք բժշկվելու, ուղղակի մենք եկել ենք մեր հացը ստանալու, ուղղակի մենք եկել ենք միգուցե լավ ժամանակ անցկացնելու, բայց Քրիստոսին այդքան էլ չենք ուզում, չենք փնտրում։ Հիմա իմ աղոթքն է, որ մենք իրականորեն, իրական ձևով փնտրենք, գտնենք եւ մնանք Քրիստոսի հետ։ Որովհետև մի բան էլ կա, գիտեք, հնարավոր է, որ փնտրես, գտնես, բայց չմնաս իրեն հետ։ Չմնաս Քրիստոսի հետ։ Դա երևի ավելի ահռելի, ավելի վատ է։ Մի բան է, որ չես ճանաչում։ Ես այսօր խոսում եի առավոտային մասին, թե մարդը երբեմն հիասթափություն է ապրում
Աստծո հանդեպ, որովհետև չի ճանաչում Աստծուն։ Այսինքն մենք մեր պատկերացման գիտենք Աստծուն, մեր պատկերացումն ունենք Աստծու նկատմամբ, քայլում ենք Աստծո հետ, եկեղեցի ենք գնում եւ ստացվում է, որ մեր կյանքի մեջ ինչ-որ մի փորձությունների մեջ ընկնում ենք եւ հիասթափություն ենք ապրում, ասելով, որ բայց Աստված այսպես չպետք է աներ։ Ինչու կորցրեցի ինձ մտերիմ մարդու։ Ինչու այս եղբայրը ինձ հետ այսպես վարվեց։ Ինչու եկեղեցին այսպես է վարվում։ Ինչու եկեղեցու հովիվները այսպես են անում։ Մեր պատկերացումները եւ այդ ամեն ինչը դաշնում ենք Աստծո վրա եւ ասում ենք, որ Աստված այդ բաներն արեց, բայց իրականում ոչ, մենք Աստծուն չենք ճանաչում իրական Աստծուն։ Աստված աշտար է, Աստված ճիշտ է, Աստված ճշմարիտ է, Աստված միշտ աշտար է։ Միգուցե եւ քո աչքերը մեկ ուրիշ բաներ են տեսնում։ Այսօր Վոլտերի խոսքերն էի հիշել, որն ասում է, եթե Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, մարդը ստեղծեց Աստծուն իր պատկերով։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մարդը իր մտքով նկարագրում է, պատկերացնում է, թե Աստված ինչպես է։ Բայց դա հեռու է իրականությունից։ Ես իմ մտքերով, սահմանափակ մտքերով չեմ կարող փակեմ, չեմ կարող ներգրավեմ ուղակի իմ մտքերի մեջ, թե ինչպես է Աստված։ Դա չի կարող լինել այդպես։ Աստված ավելի բարձր է, Աստված ավելի հզոր է, Աստված ավելի աշտար է, քան ես իմ մտքերով կարող եմ նկարագրեմ, թե ինչպես է Աստված։ Դա նման է մի բանի, որ ես ուղակի մեկի մասին խոսելիս դու ինչ որ մի գաղափար ես կազմում, թե այս մարդը այսպես պետք է լինի, եւ հետո այդ մարդը գալիս է, լրիվ ուրիշ մարդ է։ Դու ուրիշ բան ես պատկերացնում այդ մասին։ Ես պատմել եմ այդ մարդու մասին, բայց դու քո մեջ, դու քո սրտի, քո էության մեջ, քո մտքի մեջ նկարագրել ես այդ մարդուն մեկ ուրիշ ձևի եւ այդ մարդը գալիս է, այդ մարդու քայլերը, այդ մարդու խոսքերը։ Դու ասում ես, բայց լավ, ինչ որ մի բաներ էին պատմել։ Ինչ որ մի բաներ էին ինձ հետ խոսել, չի համընկնում։ Ես մի անգամ իմ կյանքի մեջ այսպեսի մի, չգիտեմ դες հետ ստացվել է թե չէ, այսպեսի մի այսպես ասած օրինակ բերեմ իմ կյանքից, որը արդեն գրեթե 8 տարի անցել է այս դեպքից։ Մի օր եկեղեցու քույրերից մեկը եկավ, ինձ ասեց, ես պետք է քեզանից ներողություն խնդրեմ։ Ինչու՞։ Որովհետև բաներ լսեցի, բաներ խոսեցին եւ ասեցին, որ դու այսպես մարդ ես։ Բայց ես եղավ իշքան ժամանակ քեզ հետ, քո ընտանիքի հետ, քո կնոջ հետ, քո ընտանիքի հետ շփվում եմ, ես չեմ տեսնում, որ դու այդ մարդն ես։ Ես պետք է քեզանից ներողություն խնդրեմ, որովհետև ինձ որ խոսել են, ասել են այդ բաները, իմ մեջ ինչ որ մի նկար է սկսել նկարվել, ձեր պատկերը իմ մտքի մեջ, բայց հիմա իրար հետ որ համեմատում եմ, նույնը չի։ Եվ պետք է ասեմ, որ ես մտածում էի նման ձև եւ ձեր դեմ խռովություն, ջղայնություն, գրգռվածություն, չէ, լցվել էր իմ մեջ, բայց հիմա պետք է ներողություն խնդրեմ։ Շնորհակալություն, աշտար է։ Հարցս հետեւյալն է, իրականապես ճանաչում ենք Աստծուն։ Իրականապես գիտենք Աստծուն։ Դա շատ կարևոր հարց է, որպես քրիստոնյաներ, քանի որ երբ որ ասում ենք մենք քրիստոնյա ենք, պետք է որ ճանաչենք այդ Աստծուն, որ ասում ենք մենք իրեն ճանաչում ենք։ Հիմա մեկ ուրիշ դեպք կա, մեկ ուրիշ իրավիճակ կա։ Որն է այս իրավիճակը, որը կրկին կարևոր է։ Այն իրավիճակն է, որ մենք կարող է ճանաչենք, նույնիսկ կարող է եւ ապրենք այդ Աստծո հետ։ Բայց հեռանանք այդ Աստծոց։ Մեկ ուրիշ բան փնտրենք։ Մեկ ուրիշ բան ուզենանք, թե այն ինչ որ Աստված մեզ առաջարկում է։ Գիտեք, Աստված ինքը գիտի ավելի լավ քեզ ինչ է պետք քեզ համար, քան թե դու ինքդ։ Դու շատ բաներ ես ցանկանում, դու շատ բաներ ես ուզում։ Հնարավոր է քո աչքերի տեսության, հնարավոր է քո սրտի, քո մտքերի մեջ դու բաներ ես ուզում եւ քեզ համար դա է ամենալավը, դա է ամենաբարին, դա է ճիշտը, բայց համոզված եղիր։ Ես քեզ վստահեցնում եմ, Աստված ավելի լավ գիտի, քան թե դու։ Հնարավոր է քո մտքերով, հնարավոր է նույնիսկ մարդկանց թելադրանքով, նրանց ասել, նույնիսկ թշնամին երբեմն քեզ կասի, սա ավելի լավ է, քան ինչ Աստված քեզ առաջարկում է։
Բայց միտքը թե մարդկանց, թե քո մտքերի, թե թշնամու չի կարելի համեմատել, նույնիսկ համեմատել Աստծո մտքերի եւ Աստծո առաջարկածի հետ։ Աստծո տվածը ամենաբարձր է, ամենալավն է, ամենաճիշտն է, ամենաարտարն է եւ քեզ համար հատուկ։ Աստված ամենաթանկը կտա քեզ համար եւ տվեց, ապացուցեց։ Ինչու համար, որովհետեւ սիրում է քեզ եւ այդ սիրո սիրո ապացույցը Հիսուս Քրիստոսին ուղարկելն էր։ Հիսուս Քրիստոս եկավ մարտացավ, դա ապացույց է սիրո, որովհետեւ գիտեք ժողովուրդ, զույգերի մեջ գիտեք չէ, երբեմն կասեն, որ ինչու ինձ երբեմն չես ասում սիրում եմ քեզ։ Բայց միայն այդ արտահայտությունը չէ, որ պետք է ապացուցի սերը։ Համաձայն եք ինձ հետ թե չէ։ Ես եթե ամեն օր իմ կնոջը ասեմ սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ։ Մի օր կասի օքեյ սիրում ես։ Բալավ մի բան կա որ պետք է ցույց տա այդ սիրում եմ քեզ։ Նույնիսկ եթե Գյումրեցու ակցենտով սիրեմ գ, բավարար չի։ Այն գնել գուրգուրեմ գ, բավարար չի ժողովուրդ, բավարար չի։ Բավարար չի միայն ասելը, պետք է նաև այդ ասելու հետ գործեր, ապացույցներ։ Ճիշտ եմ թե չէ։ Եթե իրեն դրության չեմ մտնելու, եթե իրեն հետ չեմ կիսելու իրեն դժվարությունը, եթե իրեն հետ պատրաստ չեմ հնարավոր է թե գործ, թե դժվարություն, թե տանջանք, թե ամեն թեկուզ քայլեր էլ անեմ, որպեսզի իմ սերը թելադրվի ինչ-որ գործերի։ Դա չի կարող ուղղակի լինել արտահայտություն։ Եվ Աստված միայն չասեց ես քեզ սիրում եմ։ Ես ձեզ սիրում եմ։ Նա մեզ արարեց, նա մեզ տվեց եւ այդ սիրո հետ մեկտեղ ցույց տվեց, ապացուցեց, որդուն տվեց, որ քո տեղ եւ իմ տեղ խաչի վրա բարձրանա։ Եվ քո մեղքերը, իմ մեղքերը վերցնի իրեն վրա։ Նա արժանի չէր, ես արժանի եի, բայց նրա այրուն թափվեց, անմեղ այրունը թափվեց, որպեսզի ես ունենամ կրկին հնարավորություն մոտենալու այս Սուրբ Աստծուն, մտնելու իր թագավորության մեջ եւ սեղանի շուրջ նստելով վայելեմ իր ներկայությունը։ Դա արեց Հիսուս Քրիստոսը։ Դա արեց Աստված, Հայր Աստվածը տալով իր որդուն։ Բայց հիմա ես ձեզ ասեցի, որ կա նաև այնպիսի իրավիճակ, որ մենք ճանաչում ենք Աստծուն, մենք Աստծո ներկայության մեջ ենք, մենք Աստծո, այսպես ասեմ, դրախտի մեջ ենք, եւ հիմա պետք է օրինակը բերեմ այն մարդկության, հին պատմության մասին, որը առաջի պատմությունն է մարդկության, թե չէ, ստեղծագործությունը սկսվեց Ադամից Եվայից, Եդեմական պարտեզից եւ ճանաչում էին Աստծուն։ Եվ ինչպես էին ճանաչում ժողովուրդ Աստծուն, որովհետև խոսում էին Աստծուն, Աստված գալիս էր եւ խոսում էին Աստծո հետ։ Բայց հարցս հետեւյալն է, ստացվում է, որ չէ, ես ճանաչում եմ այդ Աստծուն, բայց ես ուրիշ բան եմ ուզում, Աստծո առաջարկածը չեմ ուզում։ Ես ձեզ ասեցի առաջ եշտին կա այնպիսի իրավիճակ, որ չեմ ճանաչում Աստծուն, ես հիասթափություն եմ ապրում, ես իմ կյանքի մեջ քայլեր եմ անում, քանի որ չեմ ճանաչում Աստծուն եւ գիտեք այն մարդիկ, ովքեր չեն ճանաչում Աստծուն, նաեւ սխալ են ներկայացնում այդ Աստծուն։ Եվ դրա համար էլ շատ անգամ մարդիկ հիասթափություն ապրում են այդ պատճառով, որովհետեւ սխալ են ներկայացնում այդ Աստծուն։ Մյուս իրադարձություն, մյուս իրավիճակը կա, որ մարդիկ ճանաչում են Աստծուն եւ մերժում են։ Մի կիրակի այդ մասի խոսեցի ձեզ հետ։ Մի օր ձեզ արդեն ասել եմ, որ Հիսուս Քրիստոս իր մասին ասելով պետք է այսպիսի առակ ձևով պետք է ասի, որ նա պետք է գնա, պետք է թագադրվի եւ պետք է վերադառնա, որպիսի թագավորի։ Եվ այդտեղ մարդիկ կան, որ կասեն, թե մենք չենք ուզում, որ ինքը վերադառնա եւ մեր վրան թագավորի։ Այդպիսի մարդիկ էլ կան։ Այդպիսի մարդիկ էլ կան, որ չեն ուզում, որ Աստված իրենց Տերը լինի, Աստվածը լինի, կան այդպիսի մարդիկ, մի զարմացեք։ Հայերի մեջ էլ կան, ցավոք սրտի։ Ցավով եմ այդ բանն ասում, բայց կան։ Բայց հիմա ես մեկ ուրիշ իրավիճակի մասին եմ ուզում խոսել։ Որն է այդ իրավիճակը? Որ մենք Աստծուն ճանաչում ենք, Աստծո ներկայության մեջ են, խոսում ենք, ասում ենք, որ ժողովուրդ ենք, քրիստոնյա ենք, Աստծո դրախտի, Աստծո ներկայության մեջ, ինչպես Ադամը Եվան։ Բայց
ճանաչելով հանդեպ, լինելով նրա ներկայության մեջ, վայելելով Աստծո ներկայությունը, մենք փոխարինում ենք Աստծո ներկայությունը մեկ ուրիշ բանի հետ։ Եվ որն է այդ բանը, ժողովուրդ։ Որոշ մարդկանց համար, Ադամի եւ Եվայի համար գիտես որն է այդ բանը։ Երբ որ թշնամին, երբ որ սատանան, երբ որ այս հոգու թշնամին ասեց, թե դուք նման կլինեք Աստծուն, դուք կճանաչեք այն, ինչ որ Աստված է ճանաչում, դուք կգիտենաք այն, ինչ որ Աստված գիտի, դուք կկարողանաք տարբերել վատը բարուց։ Դուք մի բան կգիտենաք, որ չգիտեք հիմա։ Եվ թշնամին նման խոսքով եւ մարդիկ ընկան այդ թակարդը, բայց ուզեցան ընկնեին այդ թակարդը։ Ճանաչել այն, ուզենալ այն, ինչ որ իրենց մտածելակերպով Աստված իրենց չէր տվել։ Եվ իրենք իրենց մտածեցին, որ ես կուզենամ լինել Աստծո հավասարը, Աստծո կողմը։ Բայց գիտեք, Աստված հենց ինքն է ուզում, որ մենք իրեն նման լինենք եւ իրեն նմանությունով մեզ ստեղծեց, ինչպես ասեցի մի քիչ առաջ։ Եվ մյուս մարդիկ շատ անգամ Աստծո առաջարկած, Աստծո տրված, Աստծո ինչ որ Աստված տվել է, թե ընտանիք, թե գործ, թե առողջություն, թե ինչ էլ որ լինի հաջողություն, Աստված ինչ տալիս է, երբեմն մարդիկ ասում են ես ավելին եմ, ես ավել եմ ուզում։ Դա ինչ որ տվել ես, չէ, ես չէ, ես ես եմ ուզում։ Ես ավելի բարձրն եմ, ես ավելի եմ արժանի, ինձ ավելին բարձր պետք է դնես, ինձ ավելի պետք է բարձր դասեն։ Եվ հարցս հետևյալն է, դու իրականապես ավելի լավ գիտես, քան թե Աստված։ Ինչու համար դու քո կոպիտ եմ արտահայտվում գոռոզության երեսից կընկնես այն գահից, այն տեղից, որ Աստված քեզ տվել է։ Նույն բանը եղավ Ադամի Եվայի հետ։ Եվ Ադամը Եվան ինչ եղան, նրանք իրենց տեղից ընկան, նրանք իրենց այդ վայելելու, այդ եդեմական, այդ դրախտի, այդ պարտեզից դուրս եկան։ Ինչի պատճառով, որ պետք է կարողանային հասկանային, թե ինչն է չարը, ինչն է բարին, ինչն է վատը, ինչն է լավը։ Դրա պատճառով, միայն դա չէր պատճառը, նրանք ուղղակի ուզեցան նաև ասային, թե միջև այս պահը Աստված էր ինձ ասում, դա է լավը, դա է վատը, դա անես, դա չանես, հիմա ես եմ ուզում ընտրեմ, թե ինչն է լավը, ինչն է վատը, ես էլ Աստծո կարիքը չունեմ։ Իրական պատճառներից մեկը դա է, եւ շատ մարդիկ դա են ուզում։ Հավատում են, որ Աստված կա, բայց ուզում են իրենց ընտրեն, իրենց կյանքը ինչպես վարեն։ Դա քրիստոնեություն չէ, ժողովուրդ։ Դա քրիստոնեություն չէ։ Ես ձեզ պարզ հասարակ ասում եմ, լավ, հստակ ասում եմ, դա քրիստոնեություն, դա հավատալ, դա վստահել, դա ապրել, դա Աստծո Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը չէ։ Պետք է դատարես, դրան մեկ ուրիշ անուն կա։ Որովհետև հավատալ, որ Աստված գոյություն ունի, ես այսօր առավոտնել էի այդ մասին խոսում, ասում եմ, որ հավատալ, որ Աստված գոյություն ունի, դևերը հավատում են, դևերը գիտեն, սատանան գիտի։ Եվ նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն հավատում, ովքեր ասում են, այո, ինչ որ մի էակ, ինչ որ մի արարիչ կա, այդքան բան եւ կողքի են դնում եւ իրենց կյանքը վարում են ինչպես ուզում են։ Հիմա հարցը հետեւյալն է, մեզ համար մենք ինչպես ենք ուզում, դու ինչպես ես ուզում քրիստոնյա լինելով քո կյանքը վարել, ճանաչելով Աստծուն, ընտրելով, լինելով Աստծո դրախտի, Աստծո ներկայության մեջ, դու ուզում ես իրականապես ենթարկվել, հնազանդվել, խոնարհվել, քո կամքը խոնարհել իրեն, թե ասում ես ես ինչ որ ինձ տվել ես, ես ուրիշ եմ ուզում։ Ես քո տվածի հետ համաձայն չեմ։ Ես քեզ ճանաչում եմ, բայց ես ուրիշ բան եմ ուզում։ Եվ դա պետք է ցավոք սրտի վատ ավարտ ունենա։ Միտեղ կա, որ պետք է հիմա կարդանք, որը խոսում է մի թագավորի մասին, բայց ճիշտ է, որ այս թագավորի մասին խոսելուց շատերը կասեն, որ այս թագավորը պետք է ավելի շատ խորհրդանշի կամ այս թագավորի պատկերը սատանայի մասին է, որոշ աստվածաբաններ այս մասին են խոսում։ Եզեկիել բացեք, խնդրեմ, ովքեր աստվածաշունչ ունի իրեն հետ, 5 տակարան են գնում, Եզեկիել 28-րդ գլուխ, Տյուրոսի իշխանի թագավորի մասին է խոսքը, մի քանի տեղեր պետք է կարդանք, եւ շատ հետաքրքիր տեղ է, որտեղ պետք է տեսնենք, ինչպես ասեցի, որոշ աստվածաբաններ խոսում են
Եզեկիել, ուրեմն 5 տակարան, Եզեկիել 28-րդ գլուխ, առաջի խոսքերից հիմա պետք է կարդանք, բայց այսպես ասեմ, միտքը ինչն է, որ այստեղ շատ անգամ աստվածաբանները վերցնում են խոսելով այս իշխանի, այս թագավորի, այս էակի մասին, ասելով, որ սա խորհրդանշում է թշնամի, սատանային, որովհետև հիմա պետք է տեսնենք, թե ինչ բաներ է խոսում այս մարդու մասին։ Եվ նրանք ասեն, որ դա սատանեն էր, դա այդ հրեշտակն էր, լույսով, այդ փառքի մեջ, որովհետև նախքան այդ սատանեն դառնալը, չէ, Լուսիֆեր այդ լույսի մեջ էր ինքը եւ այդ լույսավոր հրեշտակն էր կարելի ասել եւ Աստծո ներկայության մեջ էր, բայց ինքը իրեն մեջ ծնեց ինչ որ մի գոռոզություն եւ սուտ եւ դա իրեն պետք է անկումը դառնա, նա պետք է ընկնի նույն ձևի ինչպես Ադամը եւ Եվան Աստծո ներկայության մեջ էին։ Հիմա մի քանի տողեր կարդանք այստեղից։ Մի կասեք բարդ է, դժվար է, ես ուզում եմ որ մի որոշ բաներ սովորենք այստեղից։ Ուրեմն Եզեկիել 28-րդ գլուխ, առաջի խոսք։ Տիրոջ խոսքը հասավ ինձ ասելով. Մարդու որդի, Տիրոսի իշխանի ասա, այսպես ասում Տեր Աստված, որովհետև սիրտդ գոռոզացավ, ասացիր, ես մի Աստված եմ, Աստծո գահի վրա եմ նստած, ծովի սրտում, այսինքն ինքը իրեն սրտում ասում է, ես էլ եմ Աստված, ես բարձր եմ, ես Աստծուն հավասար եմ, բայց դու մարդ ես, ոչ թե Աստված, թեև դու քո միտքն Աստծո մտքի տեղն ես դրել, քո միտքը, քո մտածելակերպ, դու մտածում ես, որ դա աստվածային է, դու ասում ես, դու Աստծո միտքն ունես, բայց դա այդպես չէ, ահա դու Դանիելից իմաստուն ես, ոչ մի գաղտնիք մութ չէ քեզ համար, քո իմաստությամբ, հանճարով քեզ համար հարստություն վաստակեցիր, ոսկի, արծաթ հավաքեցիր, քո գանձարաներում, քո մեծ իմաստություն, այս իմաստուն մարդ է եղել, քո առևտրով շատացրիր քո հարստությունը եւ սիրտդ գոռոզացավ քո հարստությամբ։ Ուստի այսպես ասում Տեր Աստված, քանի որ դու քո միտքը Աստծո մտքի նման ես համարում, դրա համար ահա ես քեզ վրա պիտի բերեմ օտարներ, ազգերին, սոսկալիներին, նրանք իրենց սրերը պիտի հանեն քո իմաստության, գեղեցկության դեմ ու պիտի աղարտեն քո գեղեցկությունը։ Քեզ գուբը պիտի գցեն եւ դու խոցվածի մահով պիտի մեռնես ծովի սրտում։ Եթե շարունակեք այս տեքստը, պետք է տեսնեք, որ Տերը նրան պետք է ասի, որ դու պետք է ընկնես։ Դու պետք է ընկնես։ Եվ այստեղ որ շատ աստվածաբաններ կասեն, որ այստեղ է որ սատանան ընկավ, այստեղ որ սատանան երկնքից ընկավ, բայց հետաքրքրին է, որ այդ նույն սատանան կարողացավ հայերեն այս տգեղ բառը կա, պետք է ասեմ այստեղ բաշարեց։ Նա կարողացավ նույնիսկ համոզել հազարավոր շատ հրեշտակներին իրեն հետ եւ հետևեցին սատանային։ Բայց այստեղ եթե օրինակը լավ կարդանք, տեսնենք, հասկանանք, այստեղ միայն սատանայի մասին չէ որ կարող ենք տեսնել պատմությունը։ Իրականում այստեղ Տիրոսի արքայի, Տիրոսի իշխանի, թագավորի մասին էր խոսքը, եւ կարելի է նույնիսկ ասել այն բանի մասին, որ եթե տեքստը մի քիչ հետո կարդաք, պետք է տեսնեք, որ նա կասի, Աստված կասի, դու եդեմական պարտեզի մեջ ես, այսինքն դու վայելում ես Աստծո ներկայությունը։ Եվ նույնիսկ այն յուրահատուկ քարերի մասին պետք է խոսի, որ այդ ամբողջը իր ներկայության մեջ էր։ Եվ նա վայելում էր, եւ նա այդ ոչ միայն հարստությունն էր, այլ նաեւ իմաստությունն էր։ Դուք պատկերացնում եք ժողովուրդ, Աստծո ներկայությունը ունես։ Դու իմաստությունով Տերը քեզ լցել է, քեզ հայտնել է, դու գիտես թե ով է Տերը, բայց միևնույն ժամանակ դու ասում ես, ես այս ամենը փոխարինում եմ մեկ ուրիշ բանի հետ։ Ես ուրիշ բան եմ ուզում։ Ես ուրիշ բանի հետևից պետք է գնամ։ Ես համաձայն չեմ, ես չեմ ուզում։ Ես ավելի բարձր եմ ինձ տեսնում։ Դուք պատկերացնում եք ինչ կարող է կատարվել, ինչ կարող է լինել։ Ես երբեմն ասում եմ, որ Աստված տալիս է, Աստված գիտի ում ինչ է տալիս, եւ երբեմն ստացվում է, որ մարդը իր այդ գոռոզության պատճառով հնարավոր է շատ ցած ընկնի, բայց Աստված դա չի ուզեցել այդ մարդուն։
Աստված ուզեցել է այդ մարդու համար ամենալավ, ամենաբարին, բայց ուղղակի այդ խոնարհությունը պահանջել է մարդուց, որպեսզի խոնարհաբար մարդը գնա եւ այդ խոնարհությունը ավելի պետք է բարձրացնի Տերը, քան թե մարդն ինքն իրեն է բարձրացնում։ Մենք հայերս որտեղ կնստենք, որտեղ խոսենք, ասենք, մենք բոլորից լավն ենք։ Ծանոթ է նման խոսքեր։ Մենք բոլորից ուժեղ ենք, մենք բոլորից լավն ենք, մենք բոլորից կարող ենք, մենք բոլորից հաղթող ենք, մենք բոլորից ամեն ինչ խոսիր։ Գիտեք, հայերին, որ ասում ես այս բան անել գիտես, կասի հա։ Թեկուզ չգիտեն հա անի, կասի հա։ Ես կարող եմ այդ բան անել։ Եվ դրա պատճառով նրանք, ովքեր գիտեն դա անել, նրանք էլ են տուժվում, ինչու համար։ Ես հիշում եմ, որ երկար պատմություն եմ պատմում, ճիշտ է, բայց կարևոր բան է։ Մի քանի տարիներ առաջ նոր ենք եկել Ֆրանսիա եւ գնում ենք աշխատանք ենք ման գալիս եւ հիմա ես եմ իմ հայրն է գնացել ենք աշխատանք ենք ման գալիս եւ հիմա հարցնում են, մեզ հարց են տալիս։ Okay, դուք շինարարություն գիտեք, այո կարող ենք, չգիտեմ ներկայարություն, այո կարող եմ, չգիտեմ պատ շարել, այո կարող եմ, չգիտեմ ես ինչ հոսանքներ, այո կարող եմ, ամեն բան կա, հա կարող եմ, հիմա այդ մարդիկ չեն հավատում, ճիշտ է որ ֆրանսիացու համար ամեն մի մասնագիտություն չէ, սպեսիալիզե եղած իր մասնագիտացված է իր բնակավարի, իր ոլորտի մեջ, հենց դու իրան կասես ես էսել եմ կարող, էսել եմ կարող, էսել եմ կարող, կասի դու սուտ ես խոսում, բայց շատ, այսպես ասած, անկեղծ, ազնիվ, ճիշտ ձևով իմ հայրը ասում էր, ես օքեյ, լավ, դուք ասում եք, որ չեմ կարող, ինձ ուղարկեք, ես ձրի պետք է աշխատեմ, ձրի կաշխատեմ, մի շաբաթ է պետք, ձրի կաշխատեմ, տեսեք, ձեր դուրը եկավ իմ աշխատանքը, վճարեք, եթե չէ, մեկ վճարեք, դուք ինքներդ համոզվեք։ Խոսքը չի գնում այն մարդկանց մասին, ովքեր իրականապես կարող են։ Բայց խոսքը գնում այն մարդկանց մասին, ովքեր ամեն ինչի մեջ կասեն մենք ուժեղ ենք, մենք կարող ենք, մենք գիտենք, մենք էս ենք, մենք, բայց եթե չգիտես, եթե չես կարող կամ ասա որ չգիտես, ասա որ կարիք ունես, ասա որ ուզում եմ որ Տերը հայտնի, Տերը խոսի, Աստված խոսի։ Եվ մի գոռոզետ այդ գոռոզության դեմ Աստված ես չեմ պատկերացնում, հատուկ Աստված դեմ է այդ գոռոզությանը, որը ինքն իրեն այդ գոռոզությունը պետք է դրա հետևում ընկած է անկումը։ Եվ որ մարդ գոռոզանում է, գիտեք ինչ է կատարվում, այն հատակը նրան կասի, արի ես քեզ սպասում եմ, որովհետև որից մի օր պետք է ընկնես։ Դա ուղղակի մաթեմատիկական, ֆիզիկա, դա ուղղակի օրենք է դա։ Այն մարդը գոռոզ ձևով շարունակի քայլելը, մի օրից մի օր պետք է ընկնի, բայց խոնար մարդը Տերը պետք է բարձրացնի։ Անպայման Տերը պետք է բարձրացնի։ Եվ այդ խոնարհությունը պետք է նաև Աստծո գիտության մեջ։ Տեր իմ Աստված, օքեյ, դու ինձ խոսում ես, դու ինձ տալիս ես, ես ուզում եմ էլ առավել քեզ ճանաչել։ Որովհետև Տիրոջ ճանաչելով ավելի ես նրան փառաբանում եւ բարձրացնում։ Եվ ոչ թե ինքդ քեզ, չէ, ինձ պետք է բարձրացնեին, ես արժանի եի։ Հայերի անունը։ Մեր հայերն են, աղոթում ենք մեր հայերի համար, մեր ժողովուրդն են, մենք աղոթում ենք մեր ժողովրդի համար։ Բայց ի՞նչն է նպատակը ժողովուրդ։ Նպատակն է լավ բաներ խոսել, ծածկել ինչ-որ մի բան, թե ճշմարտությունն ասել, որպեսզի երեխան մեծանա։ Երեխայի համար ինչ եք անում, չէ՞։ Սիրող ծնողները ինչպես են վերաբերվում։ Ասում են այն ինչ կա, ուղղում են, առաջնորդում են, դաստիարակում են, այդպես է թե չէ։ Չեն ասում, հա ամենալավն է իմ երեխան, չնայած ամեն ծնողի համար երեխան ամենալավն է, ինչեր եմ ասում։ Իմ երեխան ամենալավն է։ Բայց դու գիտես քո երեխայի, չէ, թերությունները, տկարությունները, եւ տանն էլ լինի, դրսում էլ լինի, աշխատում ես, որպեսզի քո երեխան դաստիարակվի եւ մեծանա։ Եվ Տերն էլ է ուզում։ Եվ եթե իրականապես սիրող ժողովուրդ ենք, մենք էլ պետք է ոչ միայն աղոթենք, այլ երբեմն ասել, բայց չէ, բավ է այդպես վերաբերվել, բավ է այդպես խոսել։ Ես չեմ կարող ասել քրիստոնյա եմ, հավատացյալ եմ, բայց ոչ մի պտուղ չի ցույց տալիս, որ ես քրիստոնյա եմ եւ հավատացյալ եմ։ Ոչ մի պտուղ։ Ես չեմ կարող ասել Հիսուս Քրիստոսին ճանաչում եմ, բայց իմ խոսքերը, իմ քայլերը լովին հակառակն են ցույց տալիս։ Չկա սեր, չկա համբերատարություն, չկա ներողամտություն, չկա երկայնամտություն, չկա այդ պաշտպանելու աստվածահաճո կյանք վարել, չկա, որի համար պետք է իրականապես փնտրել, գտնել, մնալ եւ ասել Տեր, առաջնորդիր, ես քեզ եմ փնտրում։ Հիմա պետք է վերջացնեմ, բայց ասեմ, որ եթե կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աղոթելու, ինչ բնակավար, ինչ բան է լինի,
թե հիվանդության, թե դժվարության, թե այն բանի համար, որ ուզում եմ, որ Աստված հայտնի ինձ, խոսի ինձ հետ, Աստված իր խոսքը ինձ օգնի հասկանամ, պետք է դրա համար էլ ժամանակ վերցնենք, թե այստեղ, թե ներքևը մի կամաչեք ժողովուրդ, խնդրեք, փնտրեցեք, Տերն ասում է, ով որ փնտրի պետք է գտնի, մենք ինչքան բաներ ենք այսօր փնտրում գտնում, որը իրականում պետք չի, փնտրենք Աստծուն, գտնենք Աստծուն, և Տերը իրեն պետք է տա, պետք է հենց ինքը իրեն պետք է հայտնի, Տերը սպասում է, որ մենք իրեն փնտրենք, Տիրոջը մոտեցիր, Հակոբոսն ասում է 4 գլխի 8-րդ խոսքի մեջ, ասում է, Տիրոջը մոտեցիր, Տերն ինքը պետք է մոտենա քեզ, մի քայլ անես դեպի Տեր, Աստված 10 քայլ կանի դեպի քեզ, անպայման, մի քայլ անես դեպի Տիրոջը, Տերը պետք է 10 քայլ անի դեպի քեզ, անպայման, Տերը քեզ է սպասում, հիմա պետք է աղոթեմ, և իմ աղոթքը պետք է լինի այն, որ մենք իրականապես փնտրենք ճանաչել մեր Աստծուն, մնալ Տիրոջ ներկայության մեջ, չհեռանալ, ուզենալ, որ իրոք Տերը մեր սրտերը, մեր ամբողջ էությունը իրականապես արքան, թագավորը լինի, Տերը լինի, ոչ հիմա այն փրկիչը, գիտեք շատ մարդկանց մեջ է, այսպիսի արտահայտություն կա, Տերը իմ փրկիչն է, Տերը ինձ փրկել է, բայց երբ որ հարցը վերաբերվում է որպես Տեր, որպես իշխան, որպես քո կյանքի թելադրող այն էակ, դու ասում ես ոչ, նա ինձ փրկել է, ես փրկված եմ, էլ բավարար է ինձ, ոչ միայն փրկիչ է, այլ նաև Տեր, այլ նաև թագավոր, որին պետք է հնազանդվես, որին պետք է հետևես, որին պետք է լսես, ինչ էլ ասի, և դա իմ աղոթքը պետք է դա լինի, որ ենթարկվենք, հնազանդվենք Տիրոջը, հետևենք Տիրոջը, որտև ինչ որ Տիրոջից է գալիս քաղցր է, բարի է, լավն է, աղոթենք բոլորս միասին։ Տեր Աստված ամենակարող, փառք, պատիվ, զորություն, արժանի ես փառքերի Տեր Աստված։ Տեր, ճիշտ է, որ քո ներկայության մեջ մենք լույս ենք գտնում, քո ներկայության մեջ մենք գտնում ենք խաղաղություն, սեր։ Քո ներկայության մեջ գտնում ենք Տեր իմ Աստված ներում, քո ներկայության մեջ գտնում ենք այո, դու ցույց ես տալիս, թե ինչ վիճակի մեջ է մեր սրտերը, մեր մտքերը, բայց դա չես անում դատապարտելով կամ դատելով, ինչպես Հիսուս Քրիստոս դու ասեցիր, ես չեկա, որպեսզի դատեմ։ Դու եկար, դու ես ասում, որ դու եկա, որպեսզի փնտրես, գտնես եւ փրկես։ Եվ դու եկար, այո, քո լույսով լուսավորես եւ մեզ Տեր իմ Աստված առաջնորդեց, որ մենք ինքներս լույս լինենք, Տեր, քո լույսով առաջնորդված։ Տեր, կխնդրեմ ամեն մեկի համար, որպեսզի այո, լցվենք քո ներկայությունով, քո խոսքով, Տեր իմ Աստված։ Մենք ինքներս դառնանք այդ լույսը, այդ աղը։ Մենք ինքներս Տեր իմ Աստված մեր խոսքերի, մեր քայլերի մեջ ունենանք այն պտուղները, որ պետք է քեզ փառք բերեն։ Այն հոգու պտուղները, Տեր։ Աղոթում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում Հիսուս Քրիստոսի անունից, որ լսում ես մեր աղոթները եւ Տեր առաջնորդում ես։ Հալելույա, Տեր ջան։ Ամեն։ Ամեն։